Ձեզ կյանքը Հայաստանում թանկացել է, մարդիկ գնալով ավելի լավ են ապրում, թե ավելի վատ։ Դե թանկացել է, ինչ անշուշտ կովիդից հետո հավանաբար ջանով պայմանավորված։ Կյանքը թանկացել է, իհարկե թանկացել է։ Ամենաշատը ինչն է թանկացել, ինչն եք նկատել։ Ամեն ինչը թանկացել է, բացի մարդու կյանքից։ Օրինակ մարդու կյանքն է էժան։ Նույնիսկ եվրոպական երկրների համեմատ այստեղ հիմա շատ ավելի թանկ է։ Իսկ ամենաշատը ինչն է թանկացել, ինչ եք նկատել։ Ամեն ինչ, ամեն ինչ։ Հագուստ, սնունդ, սպասարկում, չգիտեմ, ամեն ինչ։ Տանկներն են թանկացել, վարձերն են թանկացել, մթերքն է թանկացել, ամեն ինչ թանկացել։ Ինչ կարելի անել։ Հարկավոր է աշխատել, մի կերպ աշխատանք չարել։ Դե աշխատանք լինի կապրեն էլի, բայց կարծում եմ չկա աշխատանք։ Մանավանդ մարզերում ընդհանրապես աշխատանք չկա։ Երևանում ոչինչ, մի քիչ շոլա են գնում։ Ավելի գնում ենք վատանալու լավիժան։ Նույնիսկ Եվրոպայի հետ չի կարելի համեմատել։ Ես 3 եմ գալիս Եվրոպայից, ամենաթանկ երկրներից։ Հայաստանը գերազանցում է, հատկապես սննդամթերքը, որը իրավունք չունեին բարձրացնելու, որտեղ մենք ունենք խոցելի խմբեր, դա թոշակառուներն են, մի խոսքով անթույլատրելի է դա։ Ես կարծում եմ բնական թանկացում է, աշխարհը տեղում չի կանգնում, ամեն ինչ դրա մարժը զրկվում, ասա նորմալ բան է, ես արտառոց բան չեմ տեսնում։ Ըստ էս կյանքը Հայաստանում թանկացել է, մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, թե վատ։ Ով ոնց ապրում էր, այդպես է շարունակում է ապրել, որը աղքատ, որը միջին, որը հարուստ, եւ այդպես է շարունակում է։ Ինչքան կյանքը թանկանում է, ամեն մեկի համար նույնաչափ բարձրանում։ Ամենաշատը ինչն է թանկացել։ Սննդամթերքը, տնտեսական ապրանքները, ամեն ինչն էլ թանկացել է։ Ըստ էս կյանքը Հայաստանում թանկացել է։ Բան չարել։ Ամեն ինչը թանկացել է, նաև միաժամանակ կյանքը։ Շատ է թանկացել, по сравнению с Россией в 2 раза։ Իսկ ամենաշատը ինչն է թանկացել։ Ամեն ինչը։ Яйца 1000 драм, с ума сойти домашние, в России 150 рублей. Самые хорошие. В 2 раза все дороже, в 2 раза. Арսի փողով ստեղ вообще վարիանտ չկա մնաս։ Մարդկանց գերեզման են ուղարկում, էլ թանկանալ էլ որն է, հա։ Ամենաշատը ինչն է թանկացել։ Ամեն ինչ, ամեն ինչ, ինչը չի թանկացել, մի հատ օրինակ բերեք, որ մի բան չի թանկացել, կարակ, ամեն ինչ, մարդկանց ստիպում որ տաներիս փախնել, հարկ տան, հարկերը խենթան, մյուս տարել էլ 100% են սարքել, աշխատանք նորմալ չկա, աշխատավարձներ չեն բարձրում, թոշակը չեն բարձրում, հետո Թանկացում է, որ լինում է, էլի մարդը դրա մեջ է հարմարվում է։ Երևի պետք է որ թանկացնում են։ Այնքան ենք լսել թանկացել է, բայց ապրել ենք, էլի հայ ապրել է, էլի ճեղքել, անցել է բոլոր դժվարությունները։ Մեր աշխատավարձի դիմաց գները բավականին բարձր են, բայց բոլոր դեպքերում Երևանում ապրելը արդեն մեծ հաճույք է, թանկ հաճույք է եւ մենք վայելում ենք։